Ողջույն, ես Հեկտոր Արիասն եմ, հաջորդ տեսանյութում ես պատրաստվում եմ ձեզ ցույց տալ այն. Metatron Hunter սարք։ Արտադրողի կայքում դուք կարող եք տեսնել Metatron Hunter կամ MetaHunter ծրագրակազմ, բացելով արտադրողի հղումը դուք կկարողանաք գտնել սարքի նկարը, նրանք կարող են տեսնել ճամպրուկը, կարող են նա տեսնել Սենսոր, որը նման է լսողական սարքի, մենք գնում ենք արտադրողի կայքի վերջում դեպի Web Edge-ի վերջում բովանդակությունը, թե ինչ եք պատրաստվում ստանալ գնելիս։ Metatron Hunter սարք։ Սա այն է, ինչ դուք կստանաք Metatron սարքը գնելիս։ Որսորդ, որը գալիս է ալյումինե ճամպրուկով, տուփով, սենսորով, անձնավորության բաժակով, ահա մենք տեսնում ենք։ Երկու ֆլեշ կրիչ, արծաթյա պենթրիվը, սա ալյումին է, եթե դնես պորտի մեջ։ Եսպն տեղեկություն չունի, այս աքսեսուարը նման է մեքենայի բանալի, չունի, ֆունկցիան չունի։ Գրել տեղեկատվություն։ Այս աքսեսուարը իր գործառույթը, այս աքսեսուարը այս տուփի մեջ, նրա գործառույթը թույլ է տալիս ծրագրաշարի մեկնարկի համար, իսկ մյուսը, որը արևելյան կողմում է կապույտ, այստեղ գալիս է ծրագրակազմ մեջ։ Որոշ երկրներ, որոնք ավելի շատ սահմանափակումներ են դնում ծրագրակազմ ուղարկելու համար, դուք չեք ստանա կապույտ գույնի pendrive, քանի որ մենք պատրաստվում ենք ծրագրակազմ ուղարկել որպես ներբեռնման ֆայլ, եւ ահա մենք ունենք պաշտպանները։ Այսպիսով, վերադառնալով նախորդ կետին, այս երկու կախոցները, որոնք մենք ունենք այստեղ Արծաթագույնը նման է մեքենայի բանալիի, թույլ է տալիս ծրագրային ապահովման գործարկումը, հիմա ես ունեմ այն։ Metadrom-ի սարքը ցույց տալու, գալիս է, ու ես շարժվում եմ ճամպրուկից, ցույց տալու, թե ինչ եք ստանալու։ Այսօր Իտալիայից եկած հարցերից մեկն ինձ տվեց, ես նրան ցույց տվեցի կայքը ցույց տվեցի։ Կոնկրետ այս պատկերը, որովհետև նա ինձ հարցրեց, թե արդյոք գնել եմ իմ ստացած սարքը, որն է։ Որ դուք պատրաստվում եք ստանալ։ Այնպես, որ կասկած չկա, ես հիմա ցույց կտամ սա այն։ Մենք ունենք այստեղ, ես պատրաստվում եմ այս ամենը ցույց տալ, բայց ուղիղ եթեր, ուղիղ, ցույց կտամ, որ դուք կարողանաք տեսեք, թե ինչ կստանան սարքը գնելիս, այստեղ մենք ունենք տուփ։ Տուփի ներսում գալիս է ճամպրուկը, ուստի առաջին առաջարկությունը։ Մի շպրտեք այս տուփը, պահեք այն, քանի որ եթե դուք պատրաստվում եք ճանապարհորդել, դա կարող է մարդու պաշտպանության համար։ Սարքը պահիր ու անվանիր, մետատրոնները գրում են մետատրոն, բայց դու պետք է պահպանել տուփը, ցանկացած ժամանակ, օրինակ, եթե դուք պատրաստվում եք այցելել ընտանիքի անդամին թերապիայի համար։ Ընտանիքի անդամը ճամպրուկին նայելու փոխարեն, ինչ իրավիճակ էլ լինի, պատրաստվում է ճանապարհորդել երկրից դուրս։ Այս աքսեսուարն ունի օդապարիկների պես փոքրիկ գնդակներ, սա նույնպես պետք է։ Պահեք այն ձեր ճամպրուկի մեջ, մի գցեք աղբարկղը, սա շատ կարևոր է։ Նրանք պատրաստվում են, օրինակ, ընտանիքի հետ հանգստանալ մի երկրից մյուսը ինքնաթիռով մեկնել ու ուզում են գրել սարքը բուժման համար։ Այնուհետ դրանք տեղադրում են, ծառայում են որպես պաշտպանություն։ Փչել, ընկնել, այն ամորտիզացնող է։ Մենք առաջ ենք գնում, այն ժամանակ առաջ ենք գնում, ահա մենք ունենք
Միշտ համոզվեք, որ այն դեպի վեր է, քանի որ նայեք ճամպրուկին, ահա կափարիչը։ Գլխի վայր մի բացեք, դրանով զգույշ եղեք, տենց համ ունի։ Բացեք ճամպրուկը, ես ցույց կտամ տարրերից յուրաքանչյուրը, նախ Methagenter կամ Metatron-Genter, եթե դուք գնում եք Methagenter, մենք կարող ենք նա մատակարարել ծրագրակազմը։ Metatron-Genter, մենք ունենք երկու ծրագրային ապահովման։ Տարբերությունը նվազագույն է։ Այստեղ մենք ունենք առաջին տառը, սա այն է, ինչ դուք պատրաստվում եք ստանալ։ Հիմա ես ձեզ ցույց կտամ մալուխը։ Այս մալուխը միանում է, այս մալուխը սա միացնում է համակարգչին։ Իսկ կապը շատ պարզ է, ահա ես պատրաստվում եմ միացնել այն ունի միայն մեկ դիրք։ Սխալի կամ շփոթության հնարավորություն չկա, խնդիր չկա։ Մինչ այժմ այս կապակցությամբ բարդություններ չկան։ Հիմա ռեզոնանսային բաժակը։ Այստեղ մենք ունենք ռեզոնանսային բաժակը, որը շատ կարևոր աքսեսուար է։ Ձեռնարկում կա գործառույթների նկարագրությունը, ոչ հիմա չեմ պատրաստվում մանրամասնել, բայց այն ունի կրկնակի ֆունկցիա, թույլ է տալիս չափել, այսինքն այն որսում է տեղեկատվություն, չափում է սենսորի նման նա տեղեկատվություն է ուղարկում։ Սա շատ կարևոր է։ Դուք կարող եք տեսնել ձեռնարկը, կարող եք տեսնել իմ ալիքի տեսանյութերը։ Փնտրեք տեսանյութերը, ես դրանք պատվիրված եմ ըստ լեզվի։ Այնտեղ դուք կտեսնեք այս բոլոր սարքերի մի քանի տեսանյութեր։ Պատասխանելով հարցերին, թե ինչ են դրանք, ինչպես են դրանք օգտագործվում։ Եվ ես նախորացված դասընթացներ ունեմ նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի խորը սովորել։ Այսպիսով, ինչի մասին ես նախկինում խոսեցի, սա նման է մեքենայի բանալի։ Մի փորձեք այն տեղադրել պորտուգալական ԵՍՊ-ում կարդալ այն։ Փորձեք տեսնել, թե ինչու գտվա, թե տեղեկություն չունեք, քանի որ այն թաքնված է։ Սա նման է մեքենայի բանալին, այն թույլ է տալիս ծրագրային ապահովման ակտիվացումը։ Դուք պետք է շատ հոգ տանեք դրա մասին, դուք պետք է շատ հոգ տանեք դրա մասին։ Քանի որ առանց դրա ծրագիրը չի աշխատում։ Այսպիսով, մենք այն թողնելու ենք այստեղ։ Իսկ հիմա հանելու եմ ռեզոնանսի գավաթի տեսագրությունը։ Ես պատրաստվում եմ հանել բիոինդուկտորը։ Ահա ինդուկցիոն տեսանյութը։ Եվ հրահրող տեսանյութի առանձնահատկությունը, որը գալիս է։ Ինքնաբերաբար կարգավորվում է։ Դուք կարող եք տեսնել այստեղ ավտոմատ կարգավորում։ Գլխի չափս ունեցող մարդկանց համար դա տարբեր է։ Կան մարդիկ, ովքեր ունեն ավելի փոքր, մեծ գլուխներ։ Ապա ճշգրտումն ավտոմատ է։ Երբ հանում եք սա, միշտ խնամքով վերաբերվեք։ Միշտ առանց շտապելու, այստեղ պետք չէ շտապել։ Եվ հետո ամեն ինչ բռնակի մեջ պահել, նույնը։ Հուսով եմ, որ հետելով ծալքի նույն տողերին։ Այսպիսով սարքն ավելի մեծ ամրություն ունի։ Կողքին, ահա մի գծանկար, ես մեծացնելու եմ այն։ Եկեք տեսնենք, դուք կարող եք դա տեսնել այնտեղ։ Այնտեղ կա, տեսնենք, տեսանելի կլինի։ Այն հենց այնտեղ ելած։ Ահա այն, ես կհայտնվեմ։ Դա նման է պատկերակի, լսողական սարքի տեսքով։ Իսկ հիմա ռեզոնանսի գավաթը։ Ահա ներածական տեսանյութը։
Մալուխը դեպի համակարգիչ։ Եվ ռեզոնանսի գավաթը։ Դուք պետք է նայեք ռեզոնանսի գավաթին։ Ունի վեր սլակ։ Նետ։ Սրան միշտ պետք է հանգիստ վարվել։ Հանգիստ, առանց ճնշումների։ Սա մուտք գործելու միայն մեկ ճանապարհ ունի։ Ի տարբերություն ինդուկցիոն տեսանյութի։ Ես կարող եմ շրջել այն ներս է մտնում։ Ավելի հեշտ է միանալը։ Սա, գավաթը, մենք պետք է նայենք վեր մի նետ։ Սլաքը վեր է ուղղված։ Եվ այսպես, մենք, վեր նայելով սլաքին, այն անմիջապես միանում է։ Մեկ այլ առաջարկություն։ Երբ հանում եք մալուխները, մի համընկնեք դրանց։ Հետ վերցրու այսպես։ Բայց մի շարժվեք կողքերին։ Եթե գավաթը հանելու են, վերցնում են ու գցում։ Իսկ եթե միացնելու են, հրում են, բայց առանց պարտադրելու։ Այսպիսով, մենք ունենք ներածական տեսանյութ։ Ռեզոնանսային բաժակ մալուխ։ Ահա այն։ Հորդորող տեսանյութ։ Ռեզոնանսային բաժակ։ Եվ մալուխը։ Մեթետրոն ծրագրային ապահովման համար։ Մետատրոն սարքը կարող է աշխատել։ Մեզ անհրաժեշտ է 2J պորտ։ 2J պորտ։ Եվ դուք կարող եք միացնել մետատրոն սարքը համակարգչի վրա։ Իսկ հաջորդ տեսանյութերում ես ձեզ ցույց կտամ, ինչպես է այն միանում, ինչպես է այն սկսվում։ Այստեղ դուք ունեք կոճակ։ Կարող է, որ այն համակարգչին միացնելուց հետո դուք պետք է սեղմեք կոճակը, լույսերը կմիանան։ Բայց ես դա ցույց կտամ մեկ այլ տեսանյութում։ Միացում համակարգչին։ Ինչպես է ծրագրաշարը տեղադրվում, ինչպես է ծրագրաշարը գործարկվում։ Ինչպես ստեղծել առաջին ուշադրության առաջին ձայնագրությունը։ Եթե ցանկանում եք լրացուցիչ տեղեկություններ Metatron Handle սարքի մասին, դուք կարող եք տեսնել այս տեսանյութի նկարագրությունը։ Նրանք կգտնեն իմ հեռախոսահամարը email։ Կարող եք գրել ինձ։ Մեզ մոտ ավելի քան 10 տարի առաջ։ Մենք թերապևտների խումբ ենք, ովքեր նվիրված են այս թերապիաների տարածմանը։ Եվ մենք դասընթացներ ենք անցկացնում շատ երկրներում։ Եվ մենք ունենք թերապևտների խմբեր, կազմակերպված ըստ լեզվի։ Եթե ցանկանում եք միանալ, ապա այս խմբերը բաց են։ Եթե ցանկանում եք միանալ, հանդիպելու այլ թերապևտների, ովքեր ունեն այս սարքը, գրեք ինձ։ Նրանք ներկայանում են։ Ինձ ասում են անունը, երկիրը, լեզուն։ Եվ մենք դրանք մուտքագրում ենք մեր WhatsApp խմբում, որոնք անմիջապես արտադրողից են։ Եվ այսպես, նրանք կարող են կապի մեջ լինել թերապևտների հետ, ովքեր ունեն այս սարքերը։ Ավելի քան 10 տարի առաջ։ Ես այս ընկերության հետ աշխատում եմ ավելի քան 10 տարի։ Ես օգտագործում եմ այս սարքերը։ Տարիներ շարունակ այն օգտագործել եմ իմ թերապիայի կենտրոնում։ Եվ նրանք հնարավորություն կունենան շփվելու այլ թերապևտների հետ, ովքեր ունեն այս սարքերը։ Բարի օր։